Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 6։ Թող սիրտդ չնախանձի մեղավորներին, այլ ամեն օր Տիրոջ երկյուղի մեջ եղիր։ Հիրավի մեկ ապագա կա, եւ քո հույսը չպիտի կտրվի։ Առակաց 23-րդ գլուխ 17-18 խոսքեր։ Երբ տեսնում ենք չարագործների բարգավաճումը, մենք հակվածություն ունենք նախանձելու նրանց։ Երբ լսում ենք նրանց ուրախության աղմուկը, երբ մեր հոգիները տխուր են, մեր մտքով անցնում է, որ նրանք ամեն ինչ ավելի շատ են վայելում, քան մենք։ Սա հիմարություն է եւ մեղք։ Եթե մենք նրանց ավելի լավ ճանաչեինք եւ հատկապես եթե հիշեինք նրանց վախճանը, մենք կխղճայինք նրանց։ Նախանձի դեմ դեղամիջոցը Աստծո ներկայության մշտական գիտակցության մեջ ապրելն է։ Աստծուն երկրպագելը եւ նրա հետ շարունակական հաղորդակցության մեջ լինելը ամբողջ օրվա ընթացքում, որքան էլ որ օրը երկար թվա։ Իսկական հավատքը հոգին բարձրացնում է դեպի ավելի բարձր ոլորտներ, որտեղ դատողությունն ավելի պարզ է դառնում, իսկ ցանկությունները ավելի վեհ։ Որքան շատ լինի երկինքը մեր կյանքում, այնքան քիչ մենք կցանկանանք երկրային բաները։ Աստծո երկյուղը վանում է մարդկային նախանձը։ Նախանձին մահացու հարված հասցնելը ապագայի մասին սթափ մտորումներն են։ Չարագործների հարստությունն ու փառքը դատարկ ցուցամոլությունն են։ Այդ ամբարտավան տեսքը մեկ ժամով բռնկվում է ապամարում։ Բարգավաճման ինչն է լավ, եթե մեղավոր բարգավաճին այն դատաստան է հասցնում։ Իսկ ինչ վերաբերում է աստվածավախ մարդուն, նրա վերջը խաղաղությունն ու երանությունն է, եւ ոչ ոք չի կարող զրկել նրան այդ ուրախությունից։ Հետևաբար, հրաժարվենք ամեն տեսակ նախանձից եւ լցվենք քաղցր բավարարվածությամբ։